Հարգելի դիտողներ, մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմեք լայք և բաժանորդագրվեք մեր ալիք։ Նշված էր, որ Անդրեն ծեծել է երեխային ևս, բայց երեխան ամեն հանդիպմանը հորից լացելով էր բաժանվում Արաղազարյան։ «Օձի լեզու» հաղորդման հերթական թողարկմանը Մհեր և Արան խոսել են Անդրեի և Անիի սկանդալային բաժանման, վերջինիս հանցագործության վերաբերյալ հայտարարության գրառման մասին։ Արաղազարյանն, ով թեմայի մասին իր կարծիքն արդեն հայտնել էր, հերթական անգամ հիշեցրեց անմեղության կանխավարկածի մասին։ Այս առումով արդեն հրապարակում արել եմ Ինստագրամում, բայց կկրկնեմ, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, որը խախտելու իրավունք չունի և ոչ ոք։ Եվ միանգամից քառատել և միանգամից բարձրացնել կախաղան ու հալածի ուղղի տեղ ընդունել մի կողմի ասածները, չսպասելով ու չլսելով մյուս կողմին, մեղմ ասած սխալ է։ Եվ սխալ է այն ժամանակ, երբ քննում են երկու դատարանները։ Այս գրառումներն ու այս կոմենտները, որ մարդիկ անում էին Անիի գրառման տակ, պատիվ չի բերում ոչ մի հայ մարդու։ Ես անընդհատ կարդալով ապշում էի, որ Անին չի հեռացնում դրանք։ Դու խոսում էիր էմպաթիայի մասին, բայց ես քո հետ համամիտ չեմ, որ կա առողջ հասարակություն։ Անդրեին միանգամից տարան ու տեղադրեցին արցախյան թևում և արցախցիների ատողներին գրեցիք «Թուրք, Ղարաբաղցի» և այլն։ Եվ սա Անին չէր հեռացնում։ Տանը մեծանում է երեխա, որի հայրն Անդրեն է, և միայն այդ պատճառով Անին պետք է հեռացներ այդ մեկնաբանությունները։ Անին իմ խորհուրդ, վերանայեք կոմենտները, ուղղակի դրանք ճիշտ չի մնան։ Կարծում եմ դատարանն իր տեղը կգտնի ամեն ինչ, բայց եկեք սառը տրամաբանենք։ Առաջին օրը, երբ Անդրեին ձերբակալեցին, Անդրեն մեղադրվում էր մարդկության հանդեպ գործած բոլոր հնարավոր և անհնարին հանցագործություններով։ Այո, կարծեմ նաև նշված էր, որ Անդրեն ծեծել է երեխային ևս, նշեց Արան, իսկ Մհերը լրացրեց. Այո, բոլոր մեղադրանքների շարքում կային բոլոր մարդկային մեղքերն ու մեղադրանքները, բացի Ջանի Վերջիցի սպանությունից։ Պետք չէ մոռանալ, որ ընտանիքում կա երեխա, ով մեծանալու է, ինֆորմացվելու է գործի մասին, ու սա որևէ կերպ լավ չի անդրադառնալու նրա հոգեվիճակի վրա։ Արան նշեց, որ նմանօրինակ հանցագործության մեջ մեղադրող մարդուն թույլ չեն տալիս լքել երկիրը, սակայն Անդրեն կարողացել է անել։ Այսօր Անդրեն գտնվում է Հայաստանում ու մասնակցում է Հայ Սուպերստար նախագծին, և հետո դատարանի որոշմամբ Անդրեն պարբերաբար հանդիպում էր երեխայի հետ։ Հանդիպումներն անցնում էին սոցիալական աշխատակիցների ներկայությամբ, ամեն անգամ հանդիպումներն անցնում էին ջերմ, ու երեխան լացով բաժանվում էր իր հորից, ինչը տեսնում ու արձանագրում էին աշխատողները։ Կիսում եմ այն միտքը, որ ընտանիքը մութ անտառ է, կան բազմաթիվ մութ անկյուններ, բայց նաև կիսում եմ այն վարկածը, որ երկար-բարակ շարադրելուց հետո Հայ Սուպերստար նախագծի անոնսի թողարկման օրը, քաջատեղյակ լինելով, որ Անդրեն ՀՀ քաղաքացի էր և իր գրառումը հաղորդում էր հանցագործության մասին, և բնական էր, որ Հայաստանի իրավապահ մարմինները նույնպես հետաքրքրվեցին այս գործով, սակայն բաց թողեցին այն իմաստով, որ գործը քննվում էր արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։